Ողջույն, բարև ձեզ, ասացեք տեսնեմ դուք ինձ լավ լսում եք ու լավ տեսնում եք։ Ողջույն, բարի երեկո քնարիկ ջան, մի հատ ճշտենք արդյոք մեզ լավ լսում են և լավ տեսնում են, բարի երեկո, Այո, գրեք, ընկերներ ջան, գրեք տեսնենք, դուք մեզ լավ լսում եք, լավ տեսնում եք։ Օ, նաստավնիկ։ Քնար, քո ֆոնը սպիտակ ա ու այս գրածները իմ մոտ լավ չի երևում, քո մոտ էլ ա տենց։ Չէ, իմ մոտ շատ լավ ա երևում։ Դու ներքևում ես։ Ես ներքևում եմ, հա։ Իմ մոտ գրածները լավ չեմ տեսնում, որովհետև ինքը սպիտակ ա տառերը, ֆոնն էլ քո մոտ սպիտակ ա։ Լավ, ինչևէ, եթե կարևոր բան լինի, դու ինձ կասես։ Ես կկարդամ քո համար, եթե քեզ աղջիկները կարևոր հարց տան, ինչ որ կարևոր բան տեսնեմ, խոստանում եմ անպայման կարդալ դա։ Դե ինչ, սկսենք։ Սկսենք, մի հատ էլ հարցնենք նորմալ լսվում ա ու սկսենք։ Մենք արդեն 58 հոգի ունենք, ովքեր միացել են, բրավո։ Հրաշալի ա։ Բարի երեկո բոլորին, ձեր խմբերում գրեք, ձեր էջերում գրեք, ձեր խմբերում գրեք, որ ուղիղ եթերը սկսել ենք և դուք այսօր ունեք հրաշալի հնարավորություն շփվելու ու և ծանոթանալու հրաշալի գործարար կանանց հետ, ովքեր միգուցե այսօր ձեզ կոգեշնչեն, միգուցե այսօր ձեզ ինչ-որ նոր բան կասեն, միգուցե դուք այսօր ինչ-որ նոր բան կսովորեք և միգուցե այսօր դուք կգտնեք ձեր կյանքի գործը, ինչպես որ մենք գտել ենք մեր կյանքի գործը և շարժվում ենք առաջ։ Դե ինչ, հրաշալի է ամիս լսվում ա, դե ձեր խմբերում գրեք և մենք սկսում ենք։ Նախ և առաջ սկսենք ծանոթությունից, եկեք ծանոթանանք, ովքեր որ ինձ առաջին անգամ են տեսնում, ես Քնարիկ Խաչատրյանն եմ, 43 տարեկան, ունեմ 4 երեխաներ, հիմա ապրում եմ Գերմանիայում և Գրետան, իմ գործընկերուհին, Գրետա ջան, մի երկու բառ խնդրեմ քո մասին պատմի։ Շնորհակալ եմ Քնարիկ ջան, նորից ողջույն աղջիկներ ջան, այս ֆորմատը իմ համար շատ խորթար, ճիշտն ասած ես առաջին անգամ եմ ուղիղ եթերում, դրա համար խնդրում եմ խիստ չդատել, կփորձեմ հնարավորինս իմ մտքերը փոխանցել ձեզ, այն ինչը որ ես զգացել եմ, ես անցել եմ, կփորձեմ հնարավորինս փոխանցել ձեզ, բայց եթե ինչ-որ մի բան ինչ լինի, խիստ չդատեք, որովհետև առաջի անգամ եմ ուղիղ եթերում, ուղղակի չէի կարող իմ ավագ գործընկերոջ հրավերը մերժել։ Ես Գրետա Պետրոսյանն եմ, 38 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 2 երեխաներ, ապրում եմ Աշտարակի Նոր Երզնկայում, մասնագիտությամբ մանկավարժ եմ, հիմա աշխատում եմ տանից, այսքանը թերևս Քնար ջան։ Հրաշալի է։
Ոյ, շնորհակալություն, մեզ կոմպլիմենտներ են գրում, որ մենք շատ սիրուն ենք, շնորհակալություն, ձեր համար ենք հատուկ գեղեցկացել։ Ես Շնորհակալ։ կուզենայի, որ մի քիչ մենք իմանանք նաև Գրետի կարիերայի մասին։ Գրետա ջան, խնդրեմ երկու բառ պատմի, ինչ մասնագիտություն ունես դու, ինչով ես դու զբաղվել նախկինում, որտեղից ես սկսվել ընդհանրապես քո աշխատանքային կարիերան։ Շնորհակալ եմ հարցի համար, Քնար ջան, ես մասնագիտությամբ, ինչպես նշեցի, մանկավարժ եմ, շատ սիրում եմ իմ աշխատանքը, բայց կյանքի բերումով երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, 12 տարի եղել եմ վարձու աշխատող, ցանցային բիզնեսի ոլորտում վերջերս եմ հայտնվել, աշխատել եմ տեխնիկայի խանութում որպես մենեջեր, որպես գանձապահ, 12 տարի աշխատել եմ ու Վաու, աշխատանքից հա չնայած լինելով լավ աշխատող, բավականին լավ էի կատարում իմ աշխատանքը, բայց միշտ նեղվում էի։ Պահեր էր լինում, որ ընտանիքից թողում էի, գնում էի, երեխաներ են, հիվանդ են, կամ ինչի՞ չէ, նաև ես էի հիվանդ լինում, բայց ստիպված էի գնալ աշխատեի։ Պահեր լինում, որ այդ բուդիլնիկից էի նեղվում, քնել էի ուզում, բայց չէի կարողանում։ ու անընդհատ փնտրտուքների մեջ սենց ասեմ ու ինձ անընդհատ ձգում էր անձնական գործ, սեփական գործ ունենալու այդ ձգտումը ու երբ որ ես ստացա առաջարկ, ես միանգամից որոշեցի, որ այո, կարելի է փորձել եւ ինչի՞ չէ, նաեւ փոխել մեր կյանքը Եվ ես 2.5 տարի առաջ սկսեցի այս գործը, Քնար ջան, հետո կպատմեմ ինչպես սկսեցի, 2.5 տարի առաջ սկսեցի համատեղելով աշխատանքի հետ, մի քիչ դժվար էր, որովհետև դու կին ես, մայրիկ ես, երբ դու ունես տան հոգսեր, տան գործեր, հարս ես, կին ես, մի խոսքով, ու այդ ամեն ինչի հետ նաև վարձու աշխատանք բավականին դժվար էր համատեղելը, բայց ես որոշել էի, որ ես պետք է հաջողեմ այս ոլորտում ու 2.5 տարի է անցել ու ես գտնվում եմ ավագ տնօրենի ստատուսում, դուրս եկա վարձու աշխատանքից արդեն 6 ամիս է դուրս եմ եկել ու արդեն աշխատում եմ ընտանիքիս եւ երեխաներիս կողքին։ հրաշալի է։ Ով է քեզ հրավիրել բիզնես, ինչպես են քեզ հրավիրել բիզնես և ով է օգնել քեզ բիզնեսում։ Ինձ հրավիրել է մի շատ կրակոտ կին, ինձ հրավիրել է Ժաննա Դալաքյանը, ում մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ ու ամեն Աստծու օր ես շնորհակալություն եմ հայտնում, որ այս կինը հայտնվեց իմ կյանքում։ Ինձ հրավիրել է Ժաննա Դալաքյանը, մենք ծանոթներ էինք շուտ բառ, բայց ինքը չէր հրավիրում ինձ, ոնց որ մտածելով, որ ես ապահոված կին եմ, ունեմ աշխատանք, ունեմ ենթադրենք մեքենա, տուն, տեղ ու ինքը միշտ ուզեցել է ինձ հրավիրի, բայց չի հրավիրել։ Մի անգամ, որ հանդիպումներից մեկի ժամանակ, բայց ինքը անընդհատ ասում էր, էլի Ֆաբերլիկում սենց մեքենա առա, սենց ես հետաքրքրվեցի, ասեցի, Ժան, էդ ինչ եք անում այդ Ֆաբերլիկում, որ կարողանում եք այդքան լավ վաստակել ու ես տեսնում եի, էլի ոնց է այդ մարդու կյանքը իմ աչքի առջև օր-օրի փոխվում։ Ու երբ որ ինքը բացատրեց, ասի ես էլ եմ ուզում, ինձ սովորացրա ու ինձ հրավիրել է եւ ինձ սովորեցրել է ամեն ինչ զրոյից Ժաննա Դալաքյանը, ում որ շնորհակալ եմ, նաեւ ինձ օգնել են եւ սովորացրել են մեր ավագ նաստավնիկները, Քնար, աղջիկներ ջան լսվում է իմ ձայնը նորմալ Քնարը ոնց որ դուրս եկավ մի վարքյան ընդունի գրել է, բայց ոնց ընդունեմ
Գրում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով այս անձը չի կարող միանալ, ինչու՞։ Իմ ձայնը լսվում է նորմալ։ Քնարիկը չկա, քնարիկը կորավ։ Աղջիկներ, տալիս է, որ քնարիկի մոտ տեխնիկական խնդիրներ կա։ Կարող ա մենք մի հատ դուրս գանք, նորից միանանք։ Երևի ավելացավ։ Եկավ։ Ուր է իր կորել։ Ես եկա։ Շարունակեմ, լսվում է նորմալ։ Այո, շատ։ Ժաննա Դալաքյանը ինձ օգնել է բիզնեսի հարցում, ինձ սովորեցրել է ինչպես կայանալ զրոյից բիզնեսում, ինչպես մարդկանց հրավիրել, ինձ նաև օգնել են մեր ավագ նաստավնիկները, մեր ավագ գործընկերները, օրինակ չեմ կարող չնշել Անի Յարալյանին։ Անի Յարալյանը ինձ սովորեցրել է ինչպիսի ուսուցումներ կազմակերպեմ թիմի համար, բայց իմ ձայնը արձագանքում է իմ մոտ, ձեր մոտ ո՞նց է։ Շատ լավ է, ես քեզ լավ եմ լսում։ Լավ, շարունակեմ։ Չեմ կարող չհիշել Սոնա Հովհաննիսյանին, ով իմ կյանքում մեծ դեր ունի, թե իր ուսուցումներով։ Սոնա Հովհաննիսյանից օրինակ սովորել եմ չվախենալ ոչ մի բանից։ Սոնա Հովհաննիսյանից սովորել եմ բոլոր կարծրատիպերը կոտրել եւ ազատվել բոլոր կոմպլեքսներից։ Այսօր որ ես այսպես նստած խոսում եմ, այստեղ կա նաեւ Սոնա Հովհաննիսյանի մատղարը, որովհետեւ ես իրենից սովորել եմ այդ հաղթահարել կոմպլեքսները եւ ապրել այն կյանքով, որ դու ես ուզում ապրես։ Եվ վերջապես մեր Քնարիկ Խաչատրյանից եմ սովորել շատ նրբություններ։ Քնարիկ Խաչատրյանից հիմնականում վերցրել եմ մարդկանց եւ բիզնեսի հոգեբանությունը։ Ինչպես շփվել մարդկանց հետ, ինչպես վարվել դժվար իրավիճակներում, այսինքն կարող եմ sense ասել, եւ մարդու, եւ բիզնեսի հոգեբանությունը ես լրիվ սովորել եմ քեզանից, Քնար ջան, թե ինչպես անել, որ կպնել մարդու թույլ տեղին։ Բարձա, ես ճիշտ ասած երևի բաց թողեցի այդ պահը չլսեցի, իսկ Ժաննա Դալաքյանից ինչ ես սովորել։ Ժաննա Դալաքյանից կարելի ասել ամեն ինչ եմ սովորել։ Ժաննա Դալաքյանից սովորել եմ ինչպես կայանալ կյանքում, ինչպես կայանալ բիզնեսում եւ ամեն ինչ ինչպես սկսել զրոյից, քայլ իրար հետ սովորելով գնացել ենք առաջ։ Այստեղ մենք գիտես ոնց Քնար ջան, կարող է ես լինեմ շատ լավ մանկավարժ, շատ լավ տնտեսագետ, ինչ որ մեկը երրորդը, ասենք, լավ իրավաբան, բայց քանի որ սա նոր ոլորտ է, այստեղ պետքա սովորել զրոյից։ Ու այդ ամեն ինչը ինձ սովորեցրել է Ժաննա Դալաքյանը, ու ես չեմ տրսնջացել երբեք, չեմ բողոքել, ու չնայած նրանից, որ ես իմ մասնագիտության հարցում ահագին առաջընթաց ուներ, բայց ես այստեղ եկել եմ ու սովորել եմ ամեն ինչ զրոյից, ու դա ինձ սովորացրել է Ժաննա Դալաքյանը։ Մինչև հիմա էլ մենք տնօրեններով կապ չունի, որ մեկս ինչ ստատուսում ենք, մենք միշտ բոլորս մեկը մեկից սովորում ենք, բոլորս բոլորից։ Մի բան եմ ուզում պատմեմ, աղջիկներ սովորելու հետ կապված։ Ես բիզնեսը նոր էի սկսել, Գրետա ջան,
համարյա 1 ամիս սկսել էի եւ անկեղծ ասած երևի մեծամտություն էր, ինչ էր, բայց չէի սովորում, դասընթացներ չէի նայում, ընդհանրապես չէի մտածում, որ դրա կարիքը կա, մտածում էի, որ պետքա բիզնեսը տենց ստացվի, դու իմ մտքով չէր անցնում, թե ինչքան կարևոր է սովորելը։ Եվ մոտավոր 1 ամիս անում էի գործողություններ, որոնք ինչ ասեմ, թույլ էին, անհիմն էին, չգիտակցված էին, երբ որ դու սկսում ես բիզնես, բայց դու չես գիտակցում դու ինչ գործողություններ ես անում, եւ 1 ամիս տանջվեցի, չարչարվեցի, ոչ մի արդյունք, իմ մոտ 0 արդյունք էր։ Եվ երբ որ հիմա գալիս են մարդիկ բիզնես եւ ինձ ասում են, թե ինչ կարևոր բաներ կա, ես այդ հարցը այսօր քո համար եմ պատրաստել, թե ինչ կարևոր բաներ կան, ես անպայման դրանցից մեկը նշում եմ սովորելը, որովհետև իմ դառը փորձով 1 ամսվա իմ չարչարանքով հասկացա, որ պետքա սովորել եւ պետքա սովորել տարբեր աղբյուրներից, այսինքն գրքերից, վիդեո տրեյնինգներից, վիդեո դասերից, օնլայն հանդիպումներից եւ ամենակարևորը նաստավնիկից։ Եթե այդ ամեն ինչը պետքա կարողանալ համատեղել, երբ որ ես կարողացա համատեղել իմ սովորածը եւ նաստավնիկից սովորածը իրար հետ կարողացա համատեղել, որովհետեւ տրեյնինգները, գրքերը ասենց շատ ընդհանրական բաներ են ասում, իսկ նաստավնիկը կոնկրետ բաներ է ասում։ Դրա համար պետքա կարողանալ ընդհանուր գիտելիքը համադրել նաստավնիկի տված գիտելիքի հետ եւ կարծում եմ, որ այդ ընդհանուր ամենաիդեալականը, հա, կստացվի։ Նամանավանդ եթե ունենում ես մի քանի նաստավնիկներ։ Նամանավանդ երբ որ ունենում ես մի քանի նաստավնիկներ, այո, երբ որ ունենում ես ավելի շատ մարդիկ կան, ումից կարելի է սովորել, եւ երբ որ ես եկա բիզնես, ես չէի պատկերացնում, թե ինչ մեծ օգնություն եմ ստանալու իմ նաստավնիկներից եւ չէի էլ պատկերացնում իրանց ազդեցությունը իմ բիզնեսի վրա ինչքան մեծ է լինելու։ Եվ այդ ազդեցությունը իմ բիզնեսում նույնպես շատ մեծ է, շնորհակալ եմ։ Գրետա ջան, իսկ ինչու Faberlic։ Դու էլի ես եղել Faberlic-ում գրանցված, միջև այս գրանցումը, միջև այս անգամվա գրանցվել է, այսպես ասենք, դու էլի ես գրանցվել եւ ինչու ես նորից ընտրել Faberlic, այսինքն 1 անգամ ընտրել ես, հետո նորից ես ընտրել։ Շատ հետաքրքիր է իմանալ։ Ես գրանցվելուցս մոտավոր 3 տարի առաջ էլի գրանցված էի Faberlic-ում, բայց այդ ժամանակ չեմ խորացել, քնար, գիտես ոնց, չեմ խորացել բիզնեսի մեջ ու կարելի ասել լուրջ չեմ էլ ընդունել, որ կարելի է Faberlic-ի հետ բիզնես անել, բայց քանի որ շատ էի սիրում տեսականին, օգտվում էի, ասենք իմ տան մաքրող միջոցներ ու առհասարակ խնամքի միջոցները բոլորը Faberlic էր, շատ հավեսով օգտվում էի, բայց չէի ուզում խորանալ բիզնեսի մեջ։ Ու չէի էլ պատկերացնում, որ այսպիսի հեռանկար կա, անկեղծորեն չէի պատկերացնում, ու պրոստը օգտվում էի։ Հետո որոշ ժամանակ դուրս եկա, ոնց որ աշխատանքն էր խանգարում, բայց օգտվում էի, երբ որ ինձ բան էր պետք լինում, ես պատվիրում էի, արդեն իմիջով, չէ, պատվիրում էի։ Բայց չգիտեմ, հետո երբ մի անգամ աշխատանքի վայրում նստած աշխատանք էի փնտրում, որոշեցի, որ կարելի է մի հատ էլ ձեռքի հետ ուրիշ գործ անել, ազատ գրաֆիկով, ու ես տարբեր տեղեր համար էի թողել, որտեղ որ ազատ գրաֆիկ էր գրած, ու ում զանգում էի Faberlic-ի աշխատակից։ Երևի այդ ժամանակ մեր բոլոր տնօրեններին զանգել էի, բարև ձեզ աշխատանքի համար եմ զանգել, կասեք ինչ աշխատանք է ազատ գրաֆիկով ու բոլորը Faberlic ընկերություն։ Բայց նայի ես այդ ժամանակ էլ լուրջ չեմ ընդունել, որովհետև անջատում ես լավ, ում զանգում եմ Faberlic, բոլորը Faberlic է։ Ինչի է այդպես, հա։ Ինչի մի նորմալ գործ չկա, ու պատկերացրա այդ ժամանակ էլ ես լուրջ չեմ ընդունել, ու ես խորը չեմ մտածել, հիմա որ ես մտածում եմ, ես ասեմ լավ, այդքան կանայք աշխատում էի Faberlic-ում, ու ասենք ուրեմն մի բան է ինչի չէ, ուրեմն մի լավ բան կա, որ այդքան կին
ինձ առաջարկում էր այդ գործը ու ես այդ ժամանակ էլ էլի մատերի արանքով նայեցի ու ես եթե այդ ժամանակ գրանցված լինեի հնարավոր է հիմա ավելի բարձր ստատուսում հայտնված լինեի բայց էլի փառք Աստծո հետո դե Ժաննայի հաջողությունը տեսնելով օր-օրի Ժաննան իմ աչքի առաջ ես զգում եմ ես տեսել էի թե Ժաննայինք ոնց էին ապրում Ժան կներես բայց պետքա մի փոքր խագագծերը բացեմ ես խանութում էի աշխատում Ժաննայինք իմ մոտից ապառիկով լվացքի մեքենա էին վերցրել ու շատ դժվարությամբ էին փակում ու հետո սկսվեց զգում եմ որ արդեն լավ արդեն կանխիկով են ապրանք առնում ու մի օր էլ ասի ես ոնց, բա Ֆաբերլիկում եմ, բայց էլի չէի հավատում, էլի ոնց կարա։ Հետո մի օր ասեցի հələ արի ինձի գրանցի, էլի, ես մեկա սիրում եմ օգտվել, արի ինձի գրանցի, ես կօգտվեմ։ Հետո որ ինձ ավելացրեցին հատերի, ես տեսա մեր տնօրենների չեկերը։ Նայում եմ Քնարիկ Խաչատրյանը գցում է մի հատ կլորիկ գումար, իմ աշխատավարձը, Սոնա Հովհաննիսյանը։ Ամենաշատը տպավորվել էր Սոնայի աշխատավարձը, երբ որ տեսա 700 քանի հազար։ Եկավ եկալի զանգի, Ժան, ինձ սովորած, ես էլ եմ ուզում։ Այս ոնց եք վաստակում։ Ու Սենցա նայում որ ոչ ասում են ում զանգում ենք, ում գրում ենք Ֆաբերլիկ առաջարկում, հետո գալիս եք Ֆաբերլիկ եւ նայում եք, տեսնում եք, օ, այս ինչ թվեր են աշխատում, ես էլ եմ ուզում։ Բայց ինչի ես չէ։ Ես ասում եի ինչու ոչ, ես այս կանանց նայում եմ, հատուկ ոչ մեկ ինչ որ հատուկ հմտություն չունի, ոչ մեկ ինձանից լավը չի, ինչու ոչ ես։ Ու զանգեցի, սկսեցի Նաշավիկի կյանքը ուտել։ Դու նույնպես ունեցել ես շրջապատի բացասական կարծիք քո գործունեությանը վերաբերյալ։ Իհարկե, դա ամենակոտրողն էր, երբ որ ես մտել էի առաջի անգամ, իմ առաջի քայլերն էի անում, առանց հետել կասկածներով ենք մտնում, չէ, բոլորս էլ կասկածներով ենք մտնում, ես ֆիրմայի վրա չէի կասկածում, որովհետև ծանոթ էի ֆիրմային, կասկածում էի իմ կարողությունների վրա, մտածում էի, որ ես աշխատող եմ, ես չեմ հասցնի, ես մայրիկ եմ, ես կին եմ, ես հարս եմ ու հնարավոր է, որ ես պատվով դուրս չգամ, ես իմ վրա էի շատ կասկածում, այդ կասկածները մի կողմ դրած սկսեց շրջապատի բացասական կարծիքը, իմ ամենամոտ մարդիկ ինձ ասում էին, լավ, լուրջ աղջիկ ես, մի կարգին գործ չկա, Ֆաբերլիկ ես մտե, իմ ամենամոտ ընկերուհին, ով իմ հետ էր սովորում, ասում էր, այդքան մանկավարժ աղջիկ, այդքան սովորեցիր, այդքան լավ սովորել ես, գնացել ես ինչ աշխատանք ես անում։ Հերջ աղջիկ, մտելով Ֆաբերլիկ։ Ու այն որ դու արդեն իսկ սենց չգիտես ոնց անես, արդեն իսկ կասկածում ես կհասցնես, չես հասցնի ու գալիս է շրջապատի կարծիքը, հա լավ դու չես հասցնի, հա լավ հետո բա Ֆաբերլիկով փող աշխատում, որ դու փող աշխատես, բայց ես սենց համբերատար բոլորին լսում էի, ոչ մեկի հետ չէի վիճում, բայց Չեն ասում կաշխատացնեն փողը չեն տա։ հա ասում են հեսա քեզ գցելու է։ Չեն գցել են, ինձել են էդի ասել։ Հեսա դու տակ ես տալու, թե ինչի պետքա տակ տայ, չգիտեմ։ Ես օրինակ մի բան եմ, ինձ օրինակ մի հատ բան է հետաքրքիր։ Ինչի չեն սիրում մարդիկ մեզ թևեր տալ։ Ինչ են սիրում այդ թևերը կտրել։ Գիտես, մարդիկ մի տեսակ այդ սերիալա լուրաբանության ես տենց եմ մտածում, որ այդ սերիալա հայ լուրաբանություն է, հա, այդ որ գիտեք, բացասական սերիալներ, բացասական լուրեր հեռուստացույցով, ինձ թվում է, որ ուղղակի մարդկանց մեջ ավելի շատ շրջանառվում է բացասական ինֆորմացիան։ Մարդիկ ոնց որ չեն սիրում կամ քիչ են կիսվում դրական պահերով։ Միգուցե դա աժոտաժ չի առաջացնում, միգուցե դա վախ չի առաջացնում։ Դրա համար ես չգիտեմ, այդ հոգեբանությունը, ինչա հեռուստացույցով էլ է, չէ՞, տենց միացնում ես հեռուստացույցը, եթե սերիալ է, եթե ֆիլմը բայևի կա, ընդեղ իրար սպանում են եւ ատոմային ռումբից են իրար փրկում, եթե լուրերը, ապա այս մեկը սպանեց նրան, այն մեկը սպանեց նրան, եթե այտենց խոսում են, էլի ստացվում է, որ եթե նամանավանդ, հա, էլի բացասականը։ Ինչի, օրինակ, թեև չեն տալիս իրար, բայց կարծում եմ, որ այդ լույսի կտորը, Գրետա ջան, որ
որ այն մարդը, ով լույս է փնտրում այս աշխարհի վրա, ինքը այդ լույսն է գտնում։ Այն մարդը, ով փնտրում է բայևիկ, ինքը բայևիկ էլ գտնում է։ Ես տենց եմ հասկացել։ Ու մեր թիմի հետ, մեր կանանց, ովքեր որ եկել են մեր բիզնեսում փող աշխատելու եւ այլն, ես կարծում եմ իրանք ինչ էլ որ մի նոր բան անեին, կարծում եմ որ այդ դրան էին արժանանալու։ Ես օրինակ իմ ամուսնուն, իմ եղբորը, ովքեր որ դեմ էին իմ գործունեության, ես ասում եմ օրինակ ինչ ես թևերս կտրում։ Օրինակ ես ինչ վատ բան եմ արել։ Հա, օրինակ ենթադրենք շատ ռոմանտիկ եմ եւ լավ թող ինձ խաբեն, օրինակ եմ ասում։ Հա, ինչ է իմ վնասը։ Այ որտեղ ես պիտի վնասեմ, ինչքան է իմ ռիսկը։ Թույլ տվեք ես այդ ռիսկի տակ մտնեմ, եթե համարենք, որ դա ռիսկ է։ Չէ, ասենք քեզ չեն ասելու տար մեկի հաշվին փող փոխանցի, որը հետո խաբվես, կորցնես այդ փողը եւ այլն։ Ոչ մի ռեալ ռիսկ չի պարունակում։ Հետևաբար ես ասեցի դուք ավելի լավ է ինձ մի խանգարեք, այդ արդեն գործի մեծ մասը կլինի։ Համարենք այսպես, չեք կարող օգնել, շնորհակալ եմ, օգնել պետք չի, գոնե մի խանգարեք։ Բայց մի վնասեք։ Քնար, ես գիտես ինչ կարծիքի եմ, այստեղ Ֆաբերլիկը կապ չունի։ Եթե ես նույն ձևի կամ ընդհանրապես մենք որոշենք դառնալ մատնահարդար, էլի կլսենք բացասական կարծիքներ։ Հա, էլի մեկը կասի, հա, դե քո ինչին է պետք, կամ մեկը կասի, պետք է այդ փոշիները, թույները շնչես քո առողջությանը վնաս կտա, էս կան։ Դե հա, մարդիկ պետք է մի բան ասեն, ու մարդիկ սովորաբար ասում են այդ բացասականն, իհարկե ցավալի է, բայց փաստ։ Շատ-շատերին են այդպես կոտրել բիզնեսում։ Երբ որ ես հաջողեցի այս ոլորտում, դե գիտես ինչքան կարճ ժամանակում ունենալով վարձու աշխատանք, լինելով աշխատող կին, ես շատ կարճ ժամանակում հաջողություն գրանցեցի, այդ ժամանակ այդ նույն մարդիկ, ովքեր որ ինձ կոպիտ ասած կտրում էին իմ թևեր ու ասում էին թակերտավոր գործ չունես, այդ նույն մարդիկ ինձ ասում էին դե մալադեց քեզ, դու կարող էիր։ Այսինքն ինչի չեն կարողանում այդ ամեն ինչը ասել սկզբից, որպեսզի դու հասկանաս, որ ինչի չէ թեկուս մի հոգի ինչ-որ իր մի հատ բառով քեզ թև տվեց։ Հենա, մեր աղջիկներն էլ են նույն բաները ասում, բոլորին էլ փորձել են կոտրել։ Իհարկե, ես sense բան կասեմ, ով որ կոտրվող չի կոտրվի։ Ով որ կոտրվող է, իրան առիթ էր պետք կոտրվելու, մեկը կոտրեց իրան։ Ոչինչ, բա պետք է կոտրվեն էլ, չէ՞։ Նայում ես Ցորենի դաշտա, Ցորենը հասել է բարակ մի հատ ցողունի վրա կանգնած է, չէ՞։ Բարակ ցողունի վրա կանգնած է։ Բայց եթե այդ մի հատը լինի, քամին կտա կջարդի, բայց քանի որ կողքերը իրան հավասար էլի դաշտում շատ ցորեններ կան, մեկը մեկին թիկունք են կանգնում, եւ մեր բիզնեսը դրան է շատ նման, որ մեկը մեկին թիկունք են կանգնում բիզնեսում եւ այդ միջավայրը շատ հավես է, որ դու գտնվում ես միտեղ, որտեղ որ քեզ հույս են տալիս, չէ, ներշնչում են թեկուզ եւ ոգեշնչում են, ինչքան քիչ է դա այս աշխարհում, այնքան քիչ է էդի։ Ես օրինակ այդ ներշնչումը անդադ իմ բիզնեսի մեջ զգում եմ, ինչքան էլ որ թեկուզ տանը կամ մեկի կամ լինեմ, միևնույնն է, որ մտնում եմ իմ գործի մեջ, իմ գործընկերուհիների ոգեշնչումը տեսնում եմ, իրանք ինձ են ոգեշնչում, ես իրանց, մի տեսակ ավելի, ոնց ասեմ, տրամադրությունս փոխվում է, ավելի լավ, ավելի մեծ հավեսով շարունակում եմ իմ գործը, եւ այդ իրոք շատ թանկ արժի, ով է համաձայն, որ տենց է, չէ՞ որ գալիս ես բիզնես մտնում ես թիմ, մեկը խոսում ասում, ես որ հարստանամ, այս ավտոն կառնեմ, մեկ ասում ես որ հարստանամ, այս տունը կառնեմ, չէ՞ սենց հիշում ես, այդ թեմայով շատ ենք խոսել, քո հետ էլ ենք խոսել, դու ասում էիր, որ ուզում եմ մեր տունը ռեմոնտ անենք եւ Փարքաստու, չէ՞, ինչքան հավես է, որ մի բան ես երազում ու մեկը քեզ չի ասում, չէ, կամ ինչի ես երազում, այլ հակառակը։ Ասում են, հա, ես էլ այս ինչ բանն եմ երազում։
Կամ ասենք ինչ որ մեկը հաջողության է հասել ու ինչ որ երազանք է իրականացրել, դե չէ որ լիքը մարդիկ մեր պրոյեկտում կան, որ տուն են գնել, մեքենա են գնել, ճանապարհորդել են, դրանք էլ է, չէ, երազանքներ, ինչքան ես դու ուրախանում, երբ որ տեսնում ես դու շրջապատված ես այնպիսի մարդկանցով, ովքեր երազանքներ են իրականացել, այսինքն դու կարող ես դառնալ իրանցից մեկը, չէ՞։ Այո։ Երբ որ դու երազելու բան ունես, երբ որ դու հնարավորություն ես ստանում երազել, որտեվ ասենք ես էլ եմ եղել բարձր աշխատող, դու էլ Գրետ ջան, ասենք ամիսը վաստակել ենք լավ 300,000 դրամ, լավ ինչ պիտի երազենք որ, գիտենք երազես չերազես, հեսա տարին կբրծնի, այդ 300,000-ն է, ինչի մասին ես ուզում դու երազես, գնա, ոնց որ տատս էր ասում, ոտդ յորղանիդ գյորա մեկնի, ու ապրի քո 300,000-ով, ինչ երազես, որ մի բանի մասին երազում ես 5 տարի, 10 տարի չի լինում, այլ չես էլ ուզում երազես։ Բայց հիմա կա տենց աշխատանք, որ մարդ 300,000 վաստակի։ Դե ես օրինակ ես այդքան վաստակում էի, երբ որ բիզնես եկա, ես այդքան վաստակում էի։ Բայց իմ համար դա այդ էր, որ չկա ոչ մի երազանք։ Այդ հացի փողա 300,000-ը Գրետ ջան, ասենք ինչ ես անում, որ ինչ կարաս անես։ Կարաս ավտո երազես, կարաս տուն երազես, կարաս ճամփորդություն երազես 300,000 վաստակելով։ Նամանավանդ 4 երեխա, մեծ ընտանիքի մասին է, չէ՞ խոսքը գնում, այսինքն բոլոր երազանքները մեռել էին, կարելի է տենց ասել։ Բայց երբ որ եկա բիզնես, երազում էի 100,000 դրամ վաստակի, ասում էի տնից հավելյալ Առողջություն։ ասում էի տնից հավելյալ մի 100,000 դրամ վաստակեմ, լավ կլինի։ Հետո դե սկսեցի աշխատել 100,000 սկսեցի ստանալ, հետո ասեցի դե որ 200,000 վաստակի։ Էլի առողջություն։ Իմ ամենքան սպասում ես ուղիղ եթեր լինեմ ու բռնի։ Մի օր 300,000 էի վաստակում, ասեցի մի 500,000 վաստակեմ, հա, լուրջ։ Եվ հիշում եմ 6 ամիս արդեն անցել էր, օր ու գիշեր աշխատում էի, գիտես ինչի համար, ավտո էի երազում ունենալ։ Հիմա որ հիշում եմ, զարմանում եմ, ոնց կարելի էր ավտոյի մասին երազել, արդեն 8 տարի է մեքենա ունեմ, բայց այն ժամանակ երազում էի, հիմա սովորական բան է, չէ՞ որ ավտոմեքենա ունես, բայց կա ժամանակ, որ երազում էի ավտոմեքենա ունենալ, ու երազում էի խոհանոցի կահույք ունենալ, ուզում էի խոհանոցը ռեմոնտ անել, ասեցի դե լավ, ուրեմն ավտոն, հետո խոհանոցը, հետո տան ռեմոնտը, բան, իհարկե տան ռեմոնտին չհասավ, այդ ամուսինս ասեց, այդ տունը պետքա փոխել, ոչ թե ռեմոնտ անել, այլ պետքա նոր տուն կառուցել, պետք չէ տունը ռեմոնտ անել։ Այդպես եղավ։ Բայց այդ պահը, որ դու երազում ես, երազելու տեղ ունես, այդ ամենաթանկ բանն է, որ դու թևեր ունես, որ կարաս բացես թռչես, թևեր ունես, կարաս բացես թռչես, այդ պահը էդի շատ թանկ արժի և մեր գործընկերուհիները հենց դա են գնահատում մեր բիզնեսում, որ դու կարաս թևերդ բացես, կարաս անճոռնի ճուտիկել, կարաս կարապ դառնաս, չգիտեմ, կարաս փոխվես, ինչ-որ միտեղ կարաս զարգանաս, չէ, 200 գիրք կարաս կարդաս, դե եթե, ինչ ասեմ, ցանկություն չկա, ոնց ասեմ, հնարավորություն չկա փոխելու կյանքում որևէ բան, ինչա, կուզես գիրք կարդաս, թե ինչի համար զարգանաս, զարգանալու ցանկությունը չկա, սաղ ցանկությունները մեռնում են, դու ես լավ ես լսում Գրետ ջան, քո արձագանքում է քո ձայնը։ Չէ, այս ոնց որ քո նաուշնիկներից էր։ Հա, ավելի հանեցիր անգամ։ Ավելի լավ եղավ, բա շուտ ասեիր, այդ նաուշնիկները իրան զարյատկան նստավ, ես շպրտեցի մի կողմ։ Ինչպես ես արել քո 50 բալը, հեշտ է եղել 50 բալ անել անձնական։ Բիզնեսում դա կարևոր ֆակտոր է և շատ-շատերը դժվարանում են։ Դու ինչպես ես արել քո 50 բալը։ 50 բալը ուրեմն սենց բացատրեմ, սկզբում իմ համար անհնարին էր թվում այդ 50 բալ անելը,
վայ, ոնց պետք է անեմ, ինչ պետք է անեմ, բայց ես սիրում էի պրոդուկտը, օգտվում էի նորմալ, բայց միևնույն է, անհնարին էր թվում, բայց նաև այն որ ասում եմ կարելի էր գտնել ելքեր, ինչպես անել 50 բար, ու ես որոշեցի, ասեցի, քանի որ լիքը մարդիկ կան, որ չեն ցանկանա ունենալ առանձին էջ, գրանցվել ու ինքնուրույն չեն կարողանա պատվերներ անել, օրինակ շատ ժամանակ, երբ որ ես իմ հարևանուհուն կամ ինչ-որ բարեկամուհուն հարցնում եմ, ասում եմ ես չեմ կարա ժամանակ չունեմ ինքնուրույն պատվեր անեմ կամ ինչ-որ բաներ անեմ, դու իմ համար ես ինչը պատվի։ Ու ես որոշեցի, լավ, իմ հարևանուհին չի կարա Faberlic-ի կայքից ունի, բայց չէ որ ինքը Viber ունի, չէ՞, բոլորը կարելի ասել Viber ունեն։ Ես որոշեցի Viber-ում կանալ բացեցի, Քնար ջան, իմ բոլոր հարազատ բարեկամ մտերիմներին ավելացրեցի Viber-ի կանալ, ու այնտեղ ես կիսվում էի իմ գնումներով։ Ենթադրենք դու после գցում որ այս արդյունքն է տալիս է ապրանքը, ենթադրենք այս նայեք իմ վրայի ցույց տալիս, սկսեցի կիսվել իմ գնումներով։ Ու նաև համացանցում էի դնում իմ լինքով, ասում էի, որ եթե կհետաքրքրի կարող եք գալ այստեղ։ Ու այդ կանալը ինչ շատ օգնեց, մարդիկ նայում էին, հետաքրքրվում էին, դաժե լիքը մարդիկ ունեմ, ով ասում են, այնքան հետաքրքիր է, ամբողջորեն նստած քո վիդեոներն եմ նայում, այնքան սիրուն բաներ ես գցում։ Ու մեկ էլ տեսար գրում էին անձնական, Գրետա ջան, իմ համար այս ինչը կպատվիրես, իմ համար այն ինչը կպատվիրեց, ու այդ Viber-ի կանալը խթան հանդիսացավ, որ ես շատ հեշտությամբ կատարեի իմ 50 բալը, ու հիմա պատկերացրա Քնար ջան, ոչ թե 50 բալ եմ անում, այլ նաև 100, 150 եւ ավել։ Viber-ի կանալի անունը դրեցի Գրետա ակցիաներ, ու սկսեցի աշխատացնել։ Իմ գնումներով կիսվեցի այնտեղ, մարդիկ հետաքրքրվում էին, իրանց համար պատվերներ էի անում, ու շատ հեշտացավ իմ գործը։ Ու պատկերացրա, դա կարող են անել բոլորը։ Այսինքն 50 բալ եւ 100 բալ դու սկսեցիր անել Viber-ի քո կանալի շնորհիվ, հա? Անպայման։ Ու գիտեք, մի հատ բան ասեմ, Քնար ջան, շատ շատերը հետևելով իմ Viber-ի կանալին ու օգտվելով, երբ որ սկսում էին արդեն շատ օգտվել, պրոդուկտը ավելի լավ ճանաչել, շատ շատերը նաև ցանկություն էին հայտնում գրանցվել։ Կլինի ինձ գրանցես, երբ որ տեսնում են նորեկի նվերը, որ իրենք իրենց գնումների դիմաց ունեն այս նվերը ստանալու, այս ակցիան կա, այն ակցիան կա, ու շատ շատերը իմ Viber-ի կանալից գրանցվել են հենց ու սկսել են արդեն ինքնուրույն գնումներ կատարել։ Ու նաև Viber-ի կանալից լիքը մարդիկ եկել են բիզնես։ Հրաշալի է։ Դե կարծում եմ ես էլ ունեմ կանալ, ես WhatsApp-ում ունեմ կանալ, իրոք շատ կարևոր է դա նորեկների համար, սկսնակների համար, ովքեր չունեն անպայման մտածեք այդ մասին, որովհետև ձեր շրջապատի մեծ մասը չի գրանցվում Faberlic-ում ձեր թիմում, բայց եթե դուք ունենաք ապրանքատեսական ու կանալ, իրանք կօգտվեն եւ ձեզ այդ բալերը շատ կօգնեն բիզնեսի սկզբից։ Երբ որ նոր ես սկսում բիզնես, ամեն մի բալը կարևոր է։ Ամեն մի բալը կարևոր է։ Հետո երբ որ արդեն ունենում ես 1000 բալ, 10000 բալ, 20000 բալ, կարող է այդքան շատ չդողաս բալերի վրա, բայց նամանավան բիզնեսի սկզբում շատ կարևոր է։ Շնորհակալություն Գրետա ջան, շատ լավ խորհուրդներ ես տալիս մեր աղջիկներին։ Ինչպեսի միջոցառումների ես դու մասնակցել, մենք միշտ շատ միջոցառումներ ենք ունենում ֆիրմայում, դու ինչ միջոցառումների ես մասնակցել, ինչպես է տպավորվել քո մոտ միջոցառումները։ Քնար ջան, դե ինչպես գիտես, մեր ֆիրման կարելի ասել 2-3 ամիսը մեկ միշտ միջոցառումներ կազմակերպում է մեր համար, որպեսզի մենք մի քիչ օնլայն հարթակից կտրվենք, հա, օֆլայն հարթակում էլ իրար ճանաչենք, ինչը որ շատ ողջունելի է, շատ սիրում եմ մեր սեմինարները, ու ես որ մի քանի ամիս չի լինում, ասում եմ մի հատ սեմինար չկազմակերպենք, այդ կարգի, որ ինքը շատ դրական ազդեցություն է ունենում կոնկրետ բիզնեսի վրա, ու սենց ասեմ, ես աշխատել եմ ու աշխատում եմ իմ գրանցված օրվանից ոչ մի սեմինար բաց չթողնել,
ոչ մի սեմինար, որովհետև դա մի այլ կարգի, ոնց որ սենց ասեմ, ուժ ա տալի, որ դու նոր թափով սկսես բիզնեսը։ Դա շատ կարևոր է։ Սեմինարների հետ կապված մի հատ հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմեմ։ Ուրեմն մի անգամ եկել էի սեմինար ու ինձանից դավոլնի գնացել էի առաջի շարքերում նստել էի։ Մեկ էլ մի հատ կին մոտեցավ ինձ ու սենց հարց հելիս տևից, սենց մի քիչ ցածր ձայնով էլի, ասացի խի, բայց ես էլ եմ ուզում սեմինար նայել, սենց հարց էսի տնօրենների տեղն ա, հելի, էսի քո տեղը չի, ու ես սենց վատ եմ զգում, չգիտեմ ոնց հելնեմ, փախնեմ էտերից, ու սենց որ սենց կողքերս նայելով աննկատ հելա գնացի վերջին շարքերը, ու ասեցի Գրետա, ամոթ քեզ, եթե դու այս առաջի շարքերում չնստես, ամոթ քեզ, եթե դու չդառնաս տնօրեն ու գաս այս առաջի շարքում նստես, ու ընդամենը այդ սեմինարից 4 ամիս հետո ես բացեցի իմ տնօրենի ստատուսը, քննադան, սեմինարներից էդի շատ տպավորվեմ մեջս, որ ինձ ասեցին դու տնօրեն չես, այդտեղ նստում են մենակ տնօրեն։ Առաջին շարքերում ես նստում։ Մեկ էլ սեմինարներից մեկի ժամանակ Գյումրիում էր սեմինարը ու այդ ժամանակ ես նոր բացել էի փոխտնօրենի ստատուս, այդ սեմինարն էլ էլի մի քիչ առանձնահատուկ երևույթ էր իմ կյանքում, նստած էի ու պատահական հնչեց իմ անունը, փոխտնօրեն Գրետա Պետրոսյան ու ես տեն չէի սպասում ու պետքա բարձրանամ բեմ։ Չեմ իմացել, ես ոնց եմ բարձացել, եմ ոտքերս տակս լողում էր ուղղակի, որ ինձ թվում է ես օդերով եմ գնում այդ բեմ, չէի զգում արդեն ուրախությունից, երբ որ բարձացա բեմ, ծափահարություններ, 300-400 հոգի քեզ ծափահարում ա, քեզ դիպլոմ են հանձնում, ծաղկե փնջեր են նվիրում ու ես շոկի մեջ էի կանգնած, ասում էի լավ ես նույն էլի ես եմ էլի, հետո որ եկանք արդեն ամուսինս էր տարել ինձ Գյումրի, այդ սեմինարին ամուսինս էր, որ ես տեսա ամուսնուս ժպտացող աշկերը, ամուսնուս աշկերի փայլը, ես զգացի, որ ինչքան լավ է, երբ որ դու գնահատված ես լինում քո գործում ու իրոք այս պրոյեկտում մենք գնահատված ենք, ես երևի այդ օրը ամբողջ գիշեր ուրախությունից չեմ քնել ու ես չէի զգում, երբ որ ես գնում էի բեմ, ես չէի զգում իմ ոտքերը, ազնիվ խոսք ու այդ ամեն ինչից հետո երբ որ տեսնում ես ամուսնուդ աշկերի փայլը, որ ինքը որպես կին նայում է քեզ, այդ մի հատ լրիվ ուրիշ զգացողություն է։ Իրոք մենք այստեղ գնահատված ենք։ Գրետ ես հիշեցի, գիտես, ես հիշեցի ամանորյա միջոցառում էր անցած տարի, կարծեմ, դուք մեր կողքի սեղանին էիք նստած Սեյրանով նայենց հետ, ամուսիններով, ու ես հիշում եմ, երբ որ քեզ բեմ հրավիրեցին, ես քո ամուսնուն հիշում եմ, իրա հիացած, ոնց էր ինքը քեզ նայում, հիացած, ես այդ պահը ֆիքսել եմ իմ մոտ։ Հա, ես արդեն հայտնվել եմ մի քանի բեմերում, արդեն որպես տնօրեն նաև իմ խոսքն եմ ասել, իմ հաջողության պատմությունն եմ ասել, ես նախկինում երբեք չէի պատկերացնի, որ ես որպես հաջողակ կին կհայտնվեմ բեմում ու չգիտեմ, ինձ կծափահարեն, ինձ ծաղկեփնջել, ես չգիտեմ, ու հիմա արդեն պատկերացրա քնար ջան, դա դարձել է սովորական, չգիտեմ, այստեղ էլի եմ ասում, մենք գնահատված ենք ու այնքան լավ է, թե շրջապատի աչքերում, թե ընտանիքի անդամների աչքերում, որ դու լինում ես կայացած, գնահատված կին, դա շատ է, ամենաառաջինը քո համար, հետո նոր մնացածի համար։ Իդեպ սեմինարների հետ կապված քնար ջան, ուզում եմ մի հայտարարություն անել, չմոռանամ նշեմ, մարտի 23-ին ժամը 12-ին Բանգլադեշի Կինո Հայաստանի մեծ սրահում տեղի է ունենալու շատ հրաշալի սեմինար, ես խորհուրդ կտամ բոլորին
գալ, որովհետև այստեղ անկախ ստատուսից բոլորը կարող են մասնակցել այս սեմինարին։ Լինելու է յուրահատուկ սեմինարի ընթացքում նաև լինելու է նվերներ, խաղարկություն Դուբա դեպի Դուբայի տոմս է խաղարկվում 2 անձի համար, իսկ տոմսի արժեքը ընդամենը 4000 դիրհամ է, ասեմ, որ ես եւ իմ թիմակիցները արդեն գնել ենք տոմսերը, անհամբեր սպասում ենք մարտի 23-ին, որպեսզի տեսնենք իրար, հանդիպենք, ինչի չէ քննարկենք, գեղեցիկ նկարվենք, հնարավոր է Դուբայի տոմս շահենք եւ ամենակարևորը մի հատ sense նուրբ հարց, հա, եթե մեզ հրավիրում են ծնունդ, կնունկ, հարսանիք, չէ, մենք ամեն ինչ անում ենք, որ մասնակցում ենք, հա, անպայման պետք է մասնակցենք, բայց շատ դեպքերում դրանք մեզ ոչինչ չեն տալիս։ Ինչի չմասնակցել այսպիսի կարևոր սեմինարներին, որոնք որ կարող են փոխել մեր կյանքը, չէ՞։ Իրոք այսպիսի միջոցառումները փոխում են մեր կյանքը։ Այսպիսի միջոցառումներին մասնակցելու համար պետք չի խնայել ոչ ժամանակը, ոչ գումարը ու առհասարակ ոչինչ, որովհետև այո, սեմինարները եւ միջոցառումները խթան են հանդիսանում փոխել կյանքը։ Ոնց որ մեր Սվետը չէ շահեց Եգիպտոս ճամփորդությունը եւ եկավ միջոցառման եւ միջոցառման համար, չգիտեմ, վճարեց 5000 կամ 10000, չեմ ինչքան է ինքեդ միջոցառման համար օրինակ վճարել, բայց մարդը մի 600,000-անոց տոմսը դες գրպանը եւ գնաց տեղից։ Շատ հավես էր։ Այո, անպայման մասնակցեք, ես շատ եմ ցավում, որ ես Երևանում չեմ, ես շատ եմ ցավում, որ ոնց ասեմ, որ նախանձով եմ նայում ձեզ հերվից, որ ես չեմ կարողանում գամ այդ ամեն մի հանդիպման ու սեմինարի համար անկեղծ տխրում եմ, որ չեմ մասնակցում։ Ու ամենակարևորը սեմինարին մասնակցելով են ծնվում տնօրենները։ Այո, ես ինքս էլ ես նոր էի բիզնեսը սկսել, սեմինար էր ու նույնիսկ Երևանում չէր, մենք ավտոբուսով Երևանից գնացինք Ծաղկաձոր, կարծեմ, կամ Աղվերան էր, կամ Ծաղկաձոր էր, կարծեմ Ծաղկաձոր էր, հիմա արդեն մոռացել եմ, մի շատ շքեղ հյուրանոցում սեմինար էր, բավականին էլ փող ծախսեցինք այդ սեմինարի համար, որտեղ գիշերակացով էր, պետքա գնայինք մնայինք, ամուսնուս հետ կռվեցի, վիճեցի, համոզեցի, խնդրեցի, մի կերպ գնացի այդ սեմինարին ու հետ եկա, որ որոշում կայացրած իմ համար։ Միջև այդ շատ էի կասկածում, կարամ անեմ բիզնեսը, չեմ կարա անեմ, կարամ դառնամ տնօրեն, չեմ կարա դառնամ տնօրեն, բայց որ այդ սեմինարին գնացի, դե տնօրեններին տեսա, շոշափեցի, իրանց նույն օդը շնչեցի ու եւ ասում եմ իմ պես է, ինձանից լավը չեն, ես ինչի չեմ կար, իրոք սենց քո մեջ բան է, ծնվում է, էլի, որ հա, որ դու նայում ես այդ մարդը նույն քո նման մարդ է, օրինակ ես ճիշտն ասեմ, ես երբ որ չէի հանդիպել քեզ, Սոնա Հովհաննիսյան, Դեժանային հանդիպել էի, ես մտածում էի, որ դուք մի հատ սենց հատուկ կերպար էիք, որ սենց գամ մի հատ կպնեմ ձեզ, մի հատ տենամ, չգիտեմ, այս ինչ մոմենտ ցարկած մարդիկ են, որ կարողանում են այսքան բան տալ մարդկանց, այսքան էներգիա, այսքան ինֆորմացիա ու այսքան գումար վաստակել, կին, որ կարողանում է ինքը եւ տալ, եւ վերցնել, եւ ընդունել, ու սենց ես ասում եմ, լավ կլինի, ես գնամ մի օր սենց կպնեմ, էլի իրանց, ու սենց որ ես եկա տեսա, պարզ, հասարակ, իմ նման ես մտածում էի, չգիտեմ ինչ շքեղ հագու կապով պետքա լինեն իրանք, որ տեսնում էի իմ նման, վայ, արի, կյանքս արի նկարվենք, վայ, դու ում թիմից ես, ասում էի, Փախ ես էլ եմ ուզում, մինչև այդ էկրանից են կողմ քեզ թվում է, թե դու չես կարա հասնես իրանց, որովհետև իրանք յուրահատուկ են, իրանք մի հատ ուրիշ ձև են, բայց երբ որ դու օֆլայն տեսնում ես այդ մարդկանց, շփվում ես, խոսում ես, ինչ-որ թեմայի շուրջ կիսում ես, դու հասկանում ես, որ բոլորը քո նման մարդիկ են, քո նման մտածելակերպով ու իրոք այդ ժամանակ է ծնվում տնօրենները, որովհետև դու մտածում ես, լավ, այս կինը կարողացել է,
Ինչի չեմ կարող ես որ առաջի անգամ տեսա, ասում եմ լավ, այս փոքրա մարմին կինը կարողանում է, ինչի մենք չենք կարող, ես ասում եմ Դով, ասենք, իրոք այդ հանդիպումը իմ համար լրիվ ուրիշ ֆորմատ էր, գնամ տեսնեմ, հետո որ տեսա, ասում եմ, լավ, ինչքան հասարակ մայրիկներ են, ինչքան հասարակ մարդիկ են, որ մենք ամեն օր իրանց հետ հնարավորություն ունենք շփվելու, բայց մենք լրիվ ուրիշ ձև ենք մտածում։ Այո։ Մի հատ հարց է ինձ հետաքրքրում, մի քիչ մոտս նշեցի, որ նորից այս հարցը բարձրաձայնեմ։ Ինչպես դու կարողացար, արդյոք դա հեշտ էր աշխատելու ընթացքում բիզնեսը զարգացնել։ Դե հիմա, որ դուրս ես եկել աշխատանքից, կարծում եմ, որ հեշտ է, շատ հեշտ է, բայց այ ոնց էր, երբ որ դու աշխատում էիր ու բիզնես էիր զարգացնում։ Ես միշտ զարմացել եմ քո այդ, որտեղ միայն կարամ ասեմ, ու կան մեր թիմում էլի ունենք գործընկերուհիներ, որ վարձու աշխատանքին զուգահեռ տուն, ճաշ, երեխա, աշխատանք, մի հատ է բիզնես։ Այ ոնց կարողացար դու հաջողել այդ ոնց այդ ինչ 24 ժամ էր քոնը, թե 28 էր։ Ես մի հատ երևի շատ կարճ լինեմ, կարևոր որ դու մի բան շատ ցանկանաս։ Եթե դու մի բան շատ ես ցանկանում, դու անում ես։ Ես աշխատանքի վայրում անընդհատ հեռախոսը ձեռքս բզբզում, երբ որ ես մտնում էի տուն քնար, ես ականջակալները դնում էի ականջներիս, միացնում էի թիմին ուսուցում կամ ես էի ուսուցում ստանում ձեզանից կամ ես էի փոխանցում ուսուցումը թիմին ու ականջակալներով գնաց հաց սարքի, ճաշ էփի, հաց դիր, աման լվա։ Ու այսպես մինչև գիշերվա 12-ը 1-ը վերջում ընտանիքի անդամներին քնացնում էի, նստում սկսում էի նորից աշխատել։ Առավոտյան աշխատանքի վայրում էլի, երբ որ ես համար էի ունենում, որ պետքա զանգեի, ես բարձրանում էի, ամոթն էլ ասել գործի տեղը տուալետ, ու զանգվեի, արագ պրեզենտացիան անում էի, տվյալները վերցնում էի, գալիս էի ներքև։ Շատ դժվար է, շատ, բայց ես մի հատ բան կարամ ասեմ, մարդու մտքին տեղ լինի, նամանավանդ կնոջ։ Եթե դե մեր ընտանիքում էլ պահի տակ լինում էր բողոքներ, որ չես հասցնում, ժամանակ չես տրամադրում ես, գործից գալիս ես, քու գործի մեջ ես, բայց եթե ես այդ ամեն ինչը չանեի, ես 1000 տարի կմնայի վարձու աշխատող։ Այսօր ես չէի ունենա, չէ՞ այս արդյունքը ինչը որ ունեմ հիմա։ Բայց այսօր կարելի է ասել, արդեն իմ ժամանակի 90%-ը ես արդեն տրամադրում եմ ընտանիքիս, այսինքն ես 2 տարի ինձանից պահանջվեց, ես դժվար արեցի դա, բայց ես այսօր իմ ամբողջ օրն եմ նվիրում, չէ, իմ ընտանիքին, երեխեքին տար դասի, բեր, երեխեքի հետ եղի, այսօր ես արդեն ունեմ իմ սեփական գրասենյակը, որտեղ երբ ուզեմ կբացեմ, երբ ուզեմ կփակեմ, չեմ ուզի չեմ բացի, գնում եմ, նստում եմ, ասենք իմ գրասենյակում հանգիստ աշխատում եմ, այսինքն դա ցանկություն է մենակ ու համառություն։ Պետք է ունենաս համառություն ու մեծ ցանկություն։ Եթե կա ցանկություն, բոլոր անանցանելի ճանապարհների առջև հենց մի հատ բան է բացվում։ Արահետ է բացվում ու դու սկսում ես քայլել դրանով։ Մալադեց։ Այո, դա շատ դժվար է։ Ես պատկերացնում եմ, թե դա ինչ դժվար է եղել։ 2 տարի կարելի ասել դու բավականին լուրջ զրկումներով ես ապրել, դա անպայման զրկումներ է եղել, լիքը բաներից քեզ զրկել ես, դե հանուն նպատակի, զատո հիմա խնդրեմ վաստակի ինչքան ուզում ես, աշխատի ազատ գրաֆիկով, աշխատի տնից, երեխեքիդ գրկի աշխատի, պարկի իրանց կողքը մուլտիկ նայի աշխատի, ես միշտ ասում եմ, ինչքան էլ ուզում է սեփական բիզնեսը, այս մեր օնլայն բիզնեսը, ինչքան էլ դժվար լինի անելը, սկզբում է դժվար, հետո դժվար չի, սկիզբն է, ամեն գործի սկիզբն է դժվար, հետո դառնում ես քո գործի մասնագետը, այդ առաջի անգամներն է, որ դժվարանում ես, հետո ինչ է, հետո խաղ ու պար է, ոնց որ ցանկացած աշխատանք, որը 2 տարի կանես կամ մի տարի կանես,
ցանկացած աշխատանքը դառնում է մարդու համար հետո սովորական բան էլի։ Անցած տարի էր իմ համար շատ դժվար, երբ որ հենց այս ընթացքներ մենք մեր տները քանդեցինք, իրեր հավաքել, դες հենց լրիվ որ կապիտալ քանդեցինք ու դրա հետ մեկտեղ բիզնես։ Որ արդեն չգիտեի որ պատին ինձ խփեի, բայց փառք Աստծո, էլի իմ համառության շնորհիվ ես չկարողացա հետ կանգնել։ Այո, դժվար պահեր միշտ է լինում է, ամենակարևորը որ կարողանանք պատրաստ լինենք այդ դժվարությունները հաղթահարել։ Երբեք էլ կյանքը մեղր չի եղել։ Ես կարծում եմ, որ հաջողակ մարդը այն մարդը չի, որ միշտ հեշտ է ապրում, այլ հաջողակ մարդը այն մարդն է, ով ինչ որ դժվարություններ է հաղթահարում։ Այդպես ես դու քո հաջողությունը զգում։ Եթե դիվանին պարկած ես, որ հաջողությունը ո՞նց կգա քեզ։ Հաստատ չի գա։ Եթե ամեն ինչ փափուկ ու հանգիստ լինի, ո՞նց է հաջողություն։ Էդի չես էլ գնահատի, դա չես է գնահատի որպես հաջողություն։ Կարծում եմ, որ դու այդ ճանապարհով բավականին երկար ժամանակ անցնում ես։ Թեկուզ եւ վարձու աշխատանքի, այսօր շատ կանայք ընդհանրապես չեն էլ աշխատում։ Ասում են չեմ կարա, երեխաներս փոքր են, չեմ կարա աշխատեմ։ Բայց մենք այն որ համ երեխա ես մեծացնում, համ աշխատում ես, համ ես հասցնում, ամեն ես հասցնում։ Իհարկե, որոնք են բիզնեսում քո համար ամենակարևոր 3 գործողությունները, որոնք քեզ օգնել են զարգացնել բիզնեսը։ Ոյ, հետաքրքիր հարց։ 3 կարևոր կետ բիզնեսում, որոնք քեզ ամենաշատն են օգնել, որոնք ամենակարևորն են քո համար բիզնեսում։ 3 կարևոր կետ։ Առաջինը ասեմ, որ ամենակարևորը պրոդուկտից օգտվելը իմ համար, եթե իմ համար, ամենաառաջի կետը սիրել պրոդուկտը ու ամենակարևորը գտնել քո պրոդուկտը։ Օրինակ գտնել ասելով ինչ նկատի ունեմ, երբ որ դու 30 կամ 40 շամպույնի միջից գտնում ես քոնը, որը որ կարաս, ասենք դու լիարժեք օգտագործես ու բավականություն ստանաս, արդյունքը զգաս, գտնես քոնը, գտնել։ Երբ որ դու 20 տեսականի շրթներքի մեջ գտնես քոնը, սիրես այդ պրոդուկտը ու գտնես քոնը, քո համար, որ դու կսիրես դա։ Իսկ դա գտնելը, գիտես ոնց է լինում, քնար ջան, երբ որ դու ուսումնասիրում ես, երբ որ դու օգտագործում ես, եթե դու ուսումնասիրում ես այդ պրոդուկտը, այդ ուսումնասիրության արդյունքում հաստատ դու գտնում ես այն սիրելին, որը որ քոնն է։ Առաջինը դա պրոդուկտը սիրելը եւ գտնել քոնը։ Այդ ուսումնասիրության արդյունքում հաստատ դու գտնելու ես քոնը, որովհետև այստեղ բոլորի գրպանին եւ բոլորի ճաշակին համապատասխան կա։ Հաստատ, եթե մարդը ուսումնասիրում է, ինքը գտնում է իրանը։ Առաջի կետը դա կնշեմ, իմ համար ամենակարևորը, որովհետև ես այս 2.5 տարիների ընթացքում, այո, գտել եմ իմը։ Գտել եմ այն շամպույնը, որը որ իդեալական տեսք կտա իմ մազերին, գտնել եմ այն տոնայինը, որ կարա, ասենք, իդեալական տեսք հաղորդի իմ դեմքին, մի խոսքով, պետքա գտնես քոնը։ Երկրորդ կարևոր կետը իմ համար սովորել։ Տես ես սկզբում նշեցի, չէ, կարող է ես շատ լավ մասնագետ եմ, կարող է շատ լավ մանկավարժ եմ, կամ ինչ-որ մեկը շատ լավ տնտեսագետ է, ինչ-որ մեկը շատ լավ իրավաբան է, ինքը, որ իրան իր ոլորտում զգում է անենց, ոնց որ ձուկը ջրում։ Օրինակ ես խանութում մենեջեր եմ աշխատել, իմ համար հաշվարկները, մենեջերությունը, այդ աշխատանքը հալած յուղ էր։ Ես լիարժեք տիրապետում էի, բայց այս ոլորտը իմ համար անծանոթ էր, իմ համար կար լիքը խորտ բաներ ու այդ սովորելու արդյունքում ես կարողացա հաղթահարել, քայլ առ քայլ այն ամեն ինչը որ ես չէի հասկանում, հարցնելու, սովորելու կարողությունը, իսկ այստեղ կարելի է ասել 24 ժամ մեր նաստավնիկները մեր կողքին են լինում։ Կարող է շատ մարդիկ մտածեն, վա, ես ծանոթ չեմ, ես չեմ կարողանում, ոչ մեկս էլ չենք եկել ու կարողացել։
օրս էլ սկսել ենք մի օր 0-ից, 0 գիտելիքով։ Բայց երբ որ դու սովորում ես, դու լսում ես, ինտերնետում լիքն են ցանցային բիզնեսի մասին նյութեր։ Կարող ենք ինտերնետով նայել, կարող ենք ինչ-որ ցանցային բիզնեսի մասին նյութեր փնտրել, այսօր եթե դու գրես ցանցային բիզնես Faberlic-ի հետ, լիքը բերելու է։ Երկրորդ կետը կնշեմ սովորելու կարողությունը, որ դու պետքա անպայման սովորես ու միշտ խորհուրդ հարցնես նաստավնիկից։ Դա ամենակարևորը։ Այս բիզնեսում նաստավնիկը մեր մայրիկն է, ով երբեք չի ուզի, որ մեր ոտքը առնի քարին ու ամենաշատը ինքնաշահագրգռված մեր հաջողությամբ։ Սենց ասեմ, ես ինքս ունեմ նաստավնիկ, ես ինքս այսօր շատ-շատերի նաստավնիկն եմ, իրոք նաստավնիկը այս աշխատանքում ոնց որ մեր կյանքում մեր մաման։ Իսկ երրորդ կետը, ջան, Դա երկրորդը, այո, լսում եմ։ Դա երկրորդ կարևոր հանգամանքը սովորելը, որ դու սովորես այդ ամեն ինչը, եւ երրորդը հրավիրելը։ Ճիշտն ասած, հրավիրելը իմ համար շատ խորթ էր, շատ սենց ես դա շատ ցավագին էի տանում, վայ, ում հրավիրեմ, վայ, ոնց պետքա հրավիրեմ, այդ հրավիրել բառից ինձ թվում է շատերս ենք վախենում, ես ինքս էլ եմ վախեցել, վայ, չկա մարդ, որ հրավիրեմ, ես գիտեմ, բոլորը ինձ կմերժեն եւ այլն, բայց երբ որ դու վերևը նշված երկու կետը անում ես, օգտվում ես, սիրում ես պրոդուկտը, գտնում ես քո սիրելի պրոդուկտը ու սովորում ես, իսկ սովորելու ընթացքում դու ինֆորմացիա ես կազմում ֆիրմայի առավելությունների մասին, հնարավորությունների մասին, ընդհանրապես ինչա քեզ առաջարկում ես ֆիրման, ինչպես է առաջարկում, դու ինչքան թևեր ունես թռչելու ես ֆիրմայում, եթե դու վերը նշված երկու կետերը անում ես, արդեն հրավիրելը հեշտանում է։ Մի հատ օրինակ կյանքի վրա, հա, օրինակ բերեմ, ենթադրենք ես գնացել եմ, մատերս սարքել եմ, ինչ-որ մատնահարդարի մոտ եղունգներս սարքել եմ ու շատ եմ հավանել, չէ՞։ Մենք սկսում ենք խոսել, չէ՞ այդ մասին։ Լսի, մեր սկսում ենք մեր ծանոթների շրջանում խոսել, լսի, ես ինչ լավն էր, ես ինչ լավ սպասարկում էր, ես ինչ լավ գներ էր, ես ինչ լավ սարքեց, լսեն, սկսում ենք խոսել, չէ՞։ Որովհետև մենք դա հավանել ենք, նույնը էստեղ է, Քնար ջան, եթե դու հավանում ես պրոդուկտը, եթե դու գտնում ես քեզ հոգեհարազատ պրոդուկտ ու դու սովորում ես, հասկանում ես, որ այդ ֆիրմայում կա լիքը հնարավորություններ, արդեն երրորդ կետը հրավիրելը հեշտանում է, դու սկսում ես արդեն ինքնին խոսել այդ մասին։ Դա շատ կարևոր է ներկայացնել մարդկանց։ Գրետա ջան, մի հատ սենց հարց, այս հարցը ինձ մի քանի անգամ տվել են եւ շատ-շատերը այսպես են մտածում եւ կարող շատ-շատերի սրտից այս հարցը հնչի, ովքեր որ բիզնեսում չեն եւ մեզ նայում են ու մտածում են, ինչ են անում, ինչ են հրավիրում, այս ինչի է այսքան հրավիրում մարդկանց, կարող է ոչ մեկ չի ուզում գա, դրա համար ամենը դու հրավիրում ես, ոչ մեկ չի ուզում գա, որ այդքան շատ ես հրավիրում։ Հերիք չի քեզ։ Քեզ կոտորես։ Հերիք չի հրավիրում։ Երևի ոչ մեկ չի ուզում գա, որ սա որը հրավիրում ես, դե ոչ մեկ չի ուզում գա, թե ինչ ա կա։ Հետաքրքիր է, չէ՞, տպավորությունը նենց է, որ եթե դու ամբողջ օրը հրավիրում ես, ուրեմն ոչ մեկ չի ուզում գա։ Հրավիրում ես եկավ, էլ ինչի ես հրավիրում, եթե շարունակում ես հրավիրել, ուրեմն չեկավ։ Շատ հետաքրքիր ու խոր իմաստ հարց էր։ Հիմա մտածեմ ոնց պատասխանեմ քո հարցին։ Քնարիկ ջան, մենք թող քեզ չթվա, որ հրավիրում ենք ու մարդիկ չեն գալիս։ Այդտեղ ասես, որ մարդիկ չեն գալիս։ Մարդիկ գալիս են միշտ էլ։ Ոմանք գալիս են, սիրում են պրոդուկտը, օգտվում են, ոմանք գալիս են, որոշում են բիզնես զարգացնել։ Իսկ ինչի եմ ես անընդհատ հրավիրում։ Անընդհատ հրավիրում եմ, որովհետև ես ուզում եմ, որ իմ եկամուտները շատանա, անընդհատ հրավիրում եմ։ Սկզբում, երբ որ ես հրավիրում էի 5-ից 10 հոգի, հրավիրել էի, իմ եկամուտները 30,000 դրամ էր։
Երբ որ ես սկսեցի արդեն հրավիրել 50 հոգի, իմ խմբում արդեն կային 50 կին, իմ եկամուտները 150,000 դրամ էր։ Երբ որ ես արդեն իմ թիմում ունեցա 100 հոգի կին, ովքեր իմ հետ նույն ճանապարհով գալիս էին, իմ եկամուտները դարձան 300,000 եւ ավելի 21 օրվա կտրվածքով։ Հիմա ինչի եմ ես հրավիրում, որովհետեւ ես ուզում եմ 1 միլիոն դրամ։ Այդ դրա համար ես անընդհատ հրավիրում եմ ու ես մի հատ նրբություն էլ ասեմ, հիմա ինչու սոցկայքերը եթե կան, մենք չօգտագործենք իշահ մեր բիզնեսի, որովհետև այսօր ամեն ինչ սոցկայքերով է ու մարդիկ ամենաշատը որտեղ են սոցկայքերում ու հեռախոսի մեջ ու հիմա պատկերացրա իմ էջը տեսնելիս սոցկայքերի վարած էջը մարդիկ արդեն տեսնում են, որ ես բիզնես եմ առաջարկում ու ունեմ հաջողություններ, շատ շատերը իրենք են ինձ գրում։ Գրետա ջան, ինչ աշխատանք հա կմանրամասնես։ Այսինքն, եթե դու ուզում ես, որ քո եկամուտները անընդհատ շատանա, դրա համար միշտ պետքա հրավիրում ես ու ես չեմ նեղվում հրավիրելուց, սկզբում շատ էի նեղվում այդ հանգամանքից, բայց ես չեմ նեղվում հիմա հրավիրելուց, ընդհակառակը ես հպարտորեն հրավիրում եմ եւ ներկայացնում եմ այս ֆիրմայի առավելությունները, որովհետեւ առաջինը ես մարդուն առաջարկում եմ որակյալ ապրանք, որը որ չեմ կարող համեմատել խանութի տեսականիների հետ, երկրորդը, ես մարդուն տալիս եմ հնարավորություն փոխել իր կյանքը, չէ՞ որ մի օր էլ ինձ են տվել այդ հնարավորությունը, չէ՞ որ մի օր էլ ինձ են հրավիրել ու այսօր 180 արշյան փոխվել է իմ կյանքը, կանայք ինձանից շնորհակալություն են հայտնում, ասում են ապրես դու, որ փոխեցիր մեր կյանքը, այո, ապրեք դուք, քնար ջան, որ փոխել եք մեր կյանքը, իսկ մենք հիմա փոխում ենք շատ կանանց կյանք։ Ապրեց շատ քնի ջան, շնորհակալություն շատ։ Ինչ հեղինակ, ինչ գիրք, ինչ տրեյնինգ դասընթաց ես դու ստացել, որի մասին կուզենայիր պատմել։ Դասընթացներ դե բնականաբար շատ ենք լսել այս 2.5 տարիների ընթացքում, սկսած ձեր վեբինարներից, մեր փորձառու տնօրենների վեբինարներից, մինչև հայտնի բիզնես տրեյներների եմ շատ հետևել ու լսել, բայց 3 գիրք կամ 3 ինչ ասեմ, sense վեբինար կամ 3 ինչ-որ տրեյնինգ կա, որ ինչ-որ դիպեյլ է ինձ, Առաջինը Ռեյնդի Գեյջը, ինքը հայտնի բիզնես տրեյներ, ինքը շատ խելացի, շատ լավ դասեր ունի, որը որ ես ինքս անցել եմ ու նաև իմ թիմին եմ սովորացնում, շատ կարևոր է, իմիջիայլոց ասեմ, որ համացանցում կա, կարող եք մտնել պոիսկ տալ, գրեք Ռեյնդի Գեյջ, լսել շատ լավ դասեր ունի Ռեյնդի Գեյջը, երկրորդը Ռոբերտ Կիոսակի հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ գիրքն է, շատ կարդացել եմ այդ գիրքը, շատ դիպել իմ հոգուն եւ ամենակարևորը, քնար ջան, իմ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Էմմա Տանանյանի Մտքի ուժը։ Ես այդ գիրքը կարդացել եմ ու ես նախկինում մի քիչ շատ էի սիրում նվնվալ, վայ էսպես, վայ այնպես, բայց երբ որ ես այդ գիրքը կարդացի, Մտքի ուժը, այսինքն այն ինչ մենք մտածում ենք, այն ազդակը, որ մենք տալիս ենք տիեզերքին, դա էլ մենք ստանում ենք, եթե մենք անընդհատ նվնվում ենք, վայ ես դժբախտ եմ, վայ ես անհաջողակ եմ, վայ դա չի ստացվի մոտ, ես գիտեմ 100% չի ստացվի, տենց է լինելու է, որովհետև մենք այդ միտքը տալիս ենք, բայց երբ որ դու ասում ես, ես կարող եմ, ինչի ես մեկը կարող է, ես չեմ կարող, ես պիտի անեմ, դա պիտի ստացվի իմ մոտ, դա տենց է լինում է, որովհետև մենք ինչ ազդակ տալիս ենք տիեզերքին, այդ ազդակը ստանում ենք, դա մտքի ուժն է, օրինակ չի եղել, երևի բոլորին էլ հանդիպած կլինի, երբ որ ինչ-որ տեղ ես գնում, ասում ես, հանկարծ շուշանամ, ու դու անպայման ուշանում ես։ Այո։ Ու մի հատ դեպք էլ պատմեմ, երեք
երեք գնում ենք մամայինցս տուն ու հենց այդ մտքի ուժի հետ կապված ես միշտ իմ երեխաներին ամուսնուս ասում եմ միշտ դրականը մտածեք, բացասական բաներ մի ասեք, խաչմերուկում մի հատ մեքենա էր փչացած կանգնած ու ամուսինս չգիտեմ, խիստ եմ արտահայտեց։ Մի օր էլ իմ ավտոն է այսօրին ընկնելու։ Գնացինք մեր օստում, կերանք, խմեցինք, հետ գալուց ենք, ավտոն հանգել է ու ջրի ասում եմ դու ես մեղավոր, ինքը ջղայնացած ես բանար, ասում եմ դու ես մեղավոր, որովհետև դու այդ ազդակը ինչի տենց, ասում եմ հենց նենց։ Ու 2 ժամ ճանապարհին մնալուց հետո չոր անկապ բանից նորից մեքենան սկսեց աշխատել, այսինքն այո, ես հավատում եմ դրան։ Ես էլ տիեզերքը չի սիրում կատակներ, Այո, ես իմ հետ էլ ա եղել, եթե ես մի բանը մտածել եմ, որ չլինի, եղել է։ Եթե ես մտածում եմ, որ ես այսինչ բանը պետք է անեմ ու անում եմ, ուրեմն всё տենց լինելու է։ Ոնց մտածում եմ, տենց լինում է, կլինի դրական թե բացասական։ Դրա համար ես աշխատում եմ իմ մտքերը ազատել լրիվ բացասական, ասենց հանել բացասականը, թեկուզ այն ամենաբացասականի մեջ տեսնում եմ մի հատ դրական կետ ու կարճում եմ այդ դրական կետից։ Տաճան, մի հատ հարց եմ առանձնացրել այստեղ գրածներից, ինչքան ժամանակում կարող ենք աճել բիզնեսում։ Հարցը շատ ընդհանրական է տրված, բայց ուզում եմ, որ եթե կարելի է այդ հարցին էլ պատասխանես։ Ինչքան ժամանակում կարելի է աճել բիզնեսում։ Մի քիչ լայն հարց է, բայց փորձիր։ Մի քիչ բան է, էլի, սենց մի քիչ անհատական հարց է, նայած ու մոտ ոնց, որովհետև դա ամենաառաջինը կարող եմ ասել, որ ամենաառաջինը կախված է հենց քեզանից, թե ինչպիսի գործողություններ դու կանես եւ ինչքանով դու լուրջ տրամադրված կլինես քո աշխատանքին ու քո բիզնեսին։ Օրինակ ես իմ պահով կարող եմ ասել, աճել ես օրինակ չեմ հասկանում աճել ասելով ինչ նկատի ունեն, երբ որ ես եկա բիզնես, ես սկզբի ամիսը տենց լուրջ չէ վերաբերվում, բզբզում եւ այլն, ես կարող եմ հանգիստ ասել, որ իմ առաջի աշխատավարձը 0 էր։ Հետո երկրորդ ամսում սկսեցի արդեն սովորել, սովորելուց հետ հրավիրել, ամիս ասելով 21 օր էլի։ Հաջորդ 21 օրում արդեն ես 6500 դիրհամ էի աշխատել, ասի ո՞ւ, ապրես դու։ Հետո հաջորդ 21 օրում արդեն 15 ու ես հասկացա, ես ինչքան շատացնեմ իմ գործողությունները, ինչքան շատացնում եմ, այնքան իմ եկամուտը շատանում է։ Հիմա այդ հաջողությունը ես չգիտեմ ինչ նկատի ունեմ, ու ընդամենը ես 6-րդ ամսում բացեցի փոխտնօրենի ստատուս ու արդեն 21 օրը մեկ ես 120,000 դրամ էի աշխատում։ Ու մի տարի հետո իմ գրանցվելուց չնայած որ այսօր լիքը կանայք տանն են, ես վարձու աշխատողել եմ եղել, չմոռանանք, որ ես առավոտվա 9-ից մինչև երեկոյան 8 աշխատել եմ։ Ու ընդամենը 1 տարի անց իմ գրանցվելուց ես դարձա տնօրեն ու արդեն 21 օրը մեկ 300,000 եւ ավել էի վաստակում, այսինքն դա մի քիչ սենց անհատական է, նայած քո գործողություններից։ Օրինակ ես տեսնում էի, որ ավելանում էր իմ եկամուտները, ես ավելի ոգևորված էի աշխատում, բայց մարդկա այսօր 100,000 կարա վաստակի ու ասի լավ, всё, օքեյ է, կարամ էլ չաշխատեմ, չէ՞, դες հիմա ես ոնց ասեցի, անընդհատ հրավիրում եմ, որովհետև ես ուզում եմ 1 միլիոն վաստակել։ Դա կախված է դրանից։ Եթե դուք ուզում եք 1 միլիոն վաստակեք, ուրեմն պետք է շատ արագ գործողություններ անեք ու անընդհատ անեք գործողություններ։ Շնորհակալություն շատ Գրետա ջան։ Իմ հարցերը ավարտվեցին, բոլորին շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ մի բան ավելացնել, այսօր Գրետային հնարավոր չի այլևս որևէ բան ավելացնել, կարծում եմ կարևոր կետերը բիզնեսում ինքը ասեց, ինչին ուշադրություն դարձնել, ինչպիսի գործողություններ անել, ասեց ինքը կարևոր 3 գործողություն ասեց, ես իմ մոտ դա ֆիքսել եմ, առաջինը սիրել պրոդուկցիան, ունենալ beauty chat Viber-ում, անել 50 բալ, սովորել տրեյնինգներից, գրքերից եւ նաստավնեկից եւ երրորդը հրավիրել բիզնես մարդկանց։ Սա է արել Գրետան եւ սա եմ արել նաեւ ես բիզնեսում։
Եվ ուզում եմ հիշել Ու նաև մի բան էլ ասեմ, կներես Քնար ջան, մենք վերջերս մեր հաջողակ տնօրեններով մի նախագիծ ենք մշակել, աղջիկներ ջան, բոլորիդ հայտարարեմ, որը որ կոչվում է 1 միլիոն բիզնես նախագիծ, ու այդ բիզնես նախագծում փակ ֆորմատով յուրահատուկ ձևով մեր փորձառու հրաշք, այն ամենաուժեղ տնօրենների կողմից դուք ստանում եք ուսուցում, ու այդ 1 միլիոն բիզնես նախագծին միանալու միակ պայմանը անձնական 50 միավորն է, այնպես որ եթե դուք չգիտեք ոնց անեք կամ չեք կարող անել, այ այսօրվա իմ ուսուցումը անպայման ձեզ կօգնի, որ դուք անեք 50 անձնական միավոր ու անպայման միանալ այդ հրաշք պրոյեկտին, որովհետև այնտեղ միայն հաջողակ կանայք են ու այնտեղից դուք վերցնելու եք հաջողակ կանանց փորձն ու գիտելիքները։ Շնորհակալություն, այո, մեր նոր բիզնես նախագիծը իրոք հրաշք է, աղջիկները շատ լավ արդյունքներ ունեն եւ այնտեղ շատ լավ ուսուցում կա ձեր համար դրած հատուկ, դա փակ խումբ է միայն մեր հատուկ ընտրված գործընկերների համար։ Իսկ հիմա երևի թե sense վերջաբան այսօրվա համար հնարավորությունների մասին եւ հնարավորություններից օգտվելու մասին եկեք խոսենք։ Մեզ թվում է, որ մենք շատ հնարավորություններ ունենք կյանքում, բայց իրականում եկեք հենց հիմա մեզ հարց տանք. քանի հնարավորություն մենք ունենք կյանքում։ Այ հենց հիմա, այս պահին։ Եվ սա շատ կարևոր պահ է, երբ որ դուք ստացել եք բիզնես առաջարկ կամ դուք գրանցվել եք ցանցային մարքեթինգի բիզնես սկսելու համար, դուք պետք է սա գնահատեք որպես հնարավորություն։ Եվ ամեն մի 5 րոպեն, որ դուք կծախսեք ձեր բիզնեսում, ոսկի է։ Դա ձեր ապագա բրիլյանտն է։ Ամեն մի 10 րոպեն, որ դուք կփախցնեք, կմտնեք տուալետ, ինչ-որ մեկին թաքուն զանգելու համար, որ երեխաների ձայնը չլսվի, ես նույնպես այդպիսի բաներ շատ եմ արել, երեխաներս փոքր էին եւ մեր հիշում եմ ննջասենյակի դուռը չէր փակվում եւ ստիպված եմ ես էլ շատ անգամ տուալետում փակվել եւ իմ բիզնես առաջարկները այնտեղ անել։ Սա նորմալ է, բայց սա հնարավորություն է, որից ամեն մեկը չի օգտվի։ Կօգտվեն նրանք, ովքեր փնտրում են հնարավորություն։ 2015 թվականներ, 16 թվականներ, տարին էլ նոր սկսել էր, ես օդում զգում էի հաջողության հոտը։ Ես զգում էի, որ ես հաջողության ճանապարհին եմ։ Ամեն մեկը գիտի ու ամեն մեկը զգում է այդ հաջողության հոտը, բաց մի թողեք։ Դա նորից չի կրկնվելու։ Մենք նորից չենք լինելու 30 տարեկան։ Մենք անընդհատ մեծանում ենք եւ մեր ուժերը պակասում են։ Տարիները գնում են, դուք չգիտեք ձեզ ինչ է սպասվում 5 տարի հետո, 10 տարի հետո, բայց ես գիտեմ ինչ է սպասվում ինձ եւ Գրետային 5 տարի հետո եւ 10 տարի հետո։ Տեսեք, որ հետո մի օր 60 տարեկանում, ինչպես որ մեր շատ մեծերը նստում էին խոսալու, կհիշեք տատիկները, պապիկները, մեծերը նստում էին, քեռիները, հոպարները խոսալու, ասում են, այ որ ես ջահել էի, ես ոնց խելք չարեցի եւ բաց թողեցի իմ հնարավորությունը։ Ինչի, որովհետեւ ու ես միշտ էդ էի մտածում, ասում եմ դե լավ, այդ մեկը բաց ես թողել, բայց բա մյուս հնարավորությունները։ Եվ իրականում հիմա ես 43 տարեկան եմ, աղջիկներ ջան, կյանքը մատների արանքով անցնում է, հնարավորությունները շատ քիչ են կյանքում։ Մենք ինչ ենք սպասում լավ օրվա, հա, ոնց ենք մենք սպասում, ինչ հույսով ենք սպասում։ Եկեք այսօր գործենք, եկեք այսօր անենք այդ լավ օրվան արժանանալու համար։ Երկնքից մանանա չսպասենք, այլ իմանանք, որ մեզանից է կախված։ Մենք ոչ թե սպասենք ճակատագրին ու ասենք, սա ճակատագիր է, այլ վերցնենք եւ գրենք այդ ճակատագիրը, ստեղծենք այդ ճակատագիրը մեր ձեռքերով, մեր ուժով, մեր աշխատանքով, մեր համառությամբ, մեր սիրով, մեր համբերատարությամբ, կերտենք այդ ճակատագիրը ու ոչ մեկից ոչինչ չսպասենք կյանքում։ Մեկա, բոլորս էլ մենակ ենք ծնվել ու մենակ էլ մեռնելու ենք։ Մենակ մենք կարանք փոխենք մեր կյանքը։ Եվ եթե դուք ուզում եք ձեր կյանքը փոխեք, խնդրեմ Գրետան, հրաշալի նաստավնիկ, ով ձեզ կօգնի ձեր բիզնեսում հաջողակ ճանապարհ անցնել, հաջողության հասնել ձեր բիզնեսում, լսեք իր բոլոր խորհուրդները, որովհետև այստեղ մենք այդպես ենք զարգանում։ Այս բիզնեսը այդ բիզնեսն է։
դու պետք է օգնես, որ քո գործընկերը հաջողակ լինի։ Եթե դու դա կանես, դու էլ հաջողակ կլինես։ Եվ փառք Աստծո, որ հենց այսպես է ամեն ինչ, որովհետև մեր բիզնեսում նախանձները տեղ չունեն։ Մեր բիզնեսում տեղ ունեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են ձեռք մեկնել, օգնել եւ պետք եղած ժամանակ նաեւ ներել դիմացինի սխալները։ Բոլորին շնորհակալություն։ Գրետա ջան, անչափ շնորհակալ եմ, որ չմերժեցիր, արժեքավոր խորհուրդներ, կարծում եմ, որ ես զագրիպիչ կանեմ իմ Facebook-ում, որպեսզի ամեն մի մտնողի մեջ այսօրվա ուղիղ եթերը տեսնի։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն, բարի գիշեր։ Ես էլ եմ շնորհակալ Քնար ջան, հուսով եմ առաջի անգամը համար նորմալ էր, որովհետև իրոք շատ հուզված էի, փորձում էի ամեն ձև իմ մտքերը տեղ հասցնել։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, եթե Աստված թեկուզ մի դուռը փակում է, մյուս դուռը բացում է, բայց շատ հաճախ մենք այնքան ենք նայում այդ փակ դռանը, Քնար ջան, որ այդպես էլ չենք տեսնում մեր առջև բացված նոր դուռը։ Դա շատ կարևոր է։ Պետք է անընդհատ նայել հնարավորություններին, որովհետև հնարավորությունը ամեն անգամ այո չի լինելու։ Ու ես մեր բիզնեսի հետ կապված մի բան էլ ասեմ, այստեղ երազանքները դառնում են նպատակ։ Օրինակ, այն որ ես մի քանի տարի առաջ այն բաները, որ իմ համար ուղղակի երազանք էր, այստեղ դարձան նպատակներ ու հանձնվեցին թղթին, սենց հերթով ու ինձանից ձեզ խորհուրդ, աշխատեք գրի առնել ձեր նպատակները, այն որ իմ համար անհասանելի երազանքներ էին, ես այս պրոյեկտի շնորհիվ սկսեցի հանձնել թղթին, նպատակի տեսքով, ու այս պրոյեկտի շնորհիվ շատ նպատակներ դառնում է իրականություն, ու այսօր ես իմ նպատակների առջև պլյուս դնելով իջնում եմ, ու այո, այս բիզնեսի շնորհիվ երազանքները դառնում են նպատակ, իսկ նպատակները իրականություն։ Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում, հուսով եմ արդարացրեցինք մեզ, հուսով եմ կարողացա ձեզ ինֆորմացիա տալ և կիսվել իմ փորձով։ Իսկ եթե դուք այս եթերից հետո կցանկանաք միանալ մեր խմբերին, գրեք այն մարդուն, ով այս եթերի լինքը ու այս եթերի հետ կապված ինֆորմացիա է տվել ձեզ։ Այո, ստեսություն, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալ եմ քեզ էլ Քնար ջան, այսպիսի հնարավորություն ընձեռելու համար։ Տեսություն։ Տեսություն։